Օրերս 2021 թվականին նորալիք մրցույթում հաղթանակ տարած երգիչ Սարո Գևորգյանը նշել է իր 27-ամյակը։ Ծննդյան շքեղ միավորել է շոու բիզնեսի մի շարք սիրված և հայտնի դեմքերի։ Երեկոյի հյուրերի թվում էր նաև Լուիզա Ներսիսյանը դստեր հետ։ Star News-ն առանձնացրել է հոլովակներ, որոնցից մեկում Լուիզա Ներսիսյանն ու Ռոբերտո Տորեսը կրքոտ ու ինքնամոռաց պարում են, ապահովելով երեկոյի ուրախ ու բարձր տրամադրությունը։ Առաջարկում ենք դիտել հոլովակներն առանց մեկնաբանության։ Լուիզա Ներսիսյանի դուստրը սկսել է աշխատանքային ակտիվ գործունեություն ծավալել։ Նա բավական ակտիվ է նաև Instagram հարթակում, որտեղ էլ կիսվում է թե աշխատանքային և թե առօրյա հոլովակներով։ Երեկ Լիլիթը իր սթորի բաժնում հրապարակել էր հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է գնում արյուն հանձնելու մայրիկի Լուիզա Ներսիսյանի հետ։ Ըստ հրապարակման, Լուիզա Ներսիսյանն ամենակարևոր պահին դուրս է եկել հիվանդասենյակից հեռախոսազանգին պատասխանելու նպատակով, ինչից աղջիկը փոքր-ինչ նեղսրտել է։ Star News-ն առաջարկում է դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Այսօր վերջապես եկել է այն օրը տարվա, որ ես պիտի գնամ արյուն հանձնելու։ Իմ բոլոր ծանոթները գիտեն, որ ես անցած տարի, երբ առաջին անգամ արյուն հանձնեցի, բոլորին զզվացրել եմ արդեն դրանով, որտեղ ես սարսափում եմ իրականում ասեղներից մի այլ պիտի։ Մի խոսքով պատրաստվեք, այս story-ով ուզում եմ ձեզ զգուշացնեմ, որ էլի 3 շաբաթ ես ձեզ ասել եմ, ցույց եմ տալու, որ ես արյուն եմ հանձնել, ման պատրաստ ես։ Շոկոլադներն եմ մոտս։ Դաշը կորում նայեմ, այս չեք պատկասնի իր ձեռք բերում այն մաման։ Ինչ կար սրա մեջ, դու լացնիր, Դուք իմ հերոսն եք հիմա, դուք չեք պատկասնի, դուք իմ հերոսն եք։ չեր էին դանում, ես էլ էի վախենում, Ուրեմն քանի որ այսօր այդքան պանիկա չայեցի, ձեզ լավ կոնտենտ չեմ ապահովել, մաման է շատ հետաքրքիր բաներ, մի հատ պատմեմ, դուք ինքներդ դատ եք էլի այս իրավիճակը։ Մամային բերել եմ որպես աջակից, մայր, որ իմ կողքին լինի, ես վատ բան, ես վախենում եմ, այս սենց անցած անգամ պանիկաներ բան։ Մի խոսքով գնացինք այնտեղ գրանցվեցի, մտնում եմ արյուն հանձնելու, այդ պահին մամայի հեռախոսին զանգ է գալիս ու ինքը գնում է դուրս։ Այդ կարևոր պահին իմ կողքին չի լինում, ես մտնում եմ մենակ, այդ արյունը հանձնում եմ, դուրս եմ գալիս, այդ պահին մաման ներս է մտնում, սենց խառնվեց, դե գնանք արյունը հանձնես։ Ասում եմ մամ, հանձնել եմ արդեն։ լուրջ ամաչում եմ, որ սենց է։ Հիմա դու կարաս արդերանաս։ Չէ, զանգներ մեղավոր, ես մեղավոր չեմ, ես ուզում էի քեզ աջակցել։ Կարծես օրինաչափություն լինի, եթե հայտնի արտիստ ես ու ընտանիք ունես, ապա հասարակությունը տարին մի քանի անգամ քեզ բաժանում է միացնում։ Ու այդպես շարունակ։ Վերջին շրջանում համառորեն բաժանում էին Լուիզա Ներսիսյան և Հրանտ Թոխածյան զույգին։ Առաքել ներկայացման գլխավոր դերակատարը Հրանտ Թոխածյանն է, կուլիսներում Հրանտի կողքին Լուիզան։ Հետո արդեն Լուիզան ու Լիլիթը հարցազրույց ունեցան և Հրանտն էր նրանց կողքին։ Լուիզան անկեղծացավ, երեքով նկար չունեն, շատ տարիներ առաջ են նկարվել միասին, երբ Լիլիթը դեռ փոքր էր։ Ի վերջո, ինչու են ձեզ բաժանում, հետո նորից ամուսնացնում։ Լուիզան հարցին պատասխանել էր. արդեն սովորել եմ այդ լուրերին ու մեզ բացարձակ չի հետաքրքրում։ Հանրային մարդը պետք է սովոր լինի նման խոսակցություններին։ Պարզապես մարդկանց թեմա է պետք, որպեսզի լցնեն իրենց կյանքը։ Լիլիթ, նեղվում ես նման խոսակցություններից, երբ պապային ու մամային տարվա մեջ մի քանի անգամ բաժանում են։ Արդեն ուշադրություն չեմ դարձնում։
Իհարկե սկզբում անսովոր էր, նեղվում էի ու ասում ախր ոնց, աշխարհի ամենահամերաշխ ընտանիքն ունեմ, հիմա չեմ էլ կարդում ու ոչ էլ ուշադրություն եմ դարձնում։ Լուիզա. երբեք չեմ նյարդայնացել հանդիսատեսի ավելորդ ուշադրությունից, երբեք չի եղել, որ կապիշոն հագնեմ, որ հանկարծ ինձ չճանաչեն, նմանատիպ բաներն ինձ համար չեն, մարդասեր եմ ու ինձ հաճելի է բոլոր տեսակի ու ժանրի մարդկանց հետ առնչվել։ Քանի որ պարոն Թոխացյանին որքան համոզել էին նկարվել, նա չէր համաձայնվել, բարդ չէ արդյոք իր հետ մեկ հարկի տակ ապրել։ Բացարձակ, միակ բարդությունն այն է, որ նկարվել չի սիրում, բայց քանի որ ինքն էլ մարդասեր է, երկրպագուները երբեք չեն զգա, որ նա նկարվել չի սիրում։ Լուիզա, Լիլիթի հետ բախումներ չեք ունենում։ Շատ հարցերում համակարծիք ենք, առօրյայից մինչև ստեղծագործական։ Իսկ բախումներ լինում են այն ժամանակ, երբ հայացքներն այլ են լինում։ Եթե միասին փորձում ենք բարի ու լավ բան անել, տարաձայնություններ չեն լինում, լինում են առողջ բանավեճեր։ Լիլիթն այն տարիքում է, երբ ձևավորվում է եսը, այդ շրջանում հաճախ ըմբոստ են և չհանդուրժող։ Գուցե զարմանալի թվա, բայց Լիլիթը կարողանում է իրեն կողքից դիտարկել։ Ենթադրենք ինչ-որ քայլ արեց, որը թինեյջերական դրսևորում էր, միանգամից կողքից իրեն նայում ու ասում է. լսիր, ոնց որ էն թինեյջերներից լինեն, որ փակվում են սենյակում ու ասում իրենց չխանգարեն։ Նա կարողանում է առողջ դատել ու հասկանալ ինչ է կատարվում։ Գուցե պատճառը նա է, որ 3 սերունդ կա տանը։ Միգուցե, պատճառը թերևս դերասանական միջավայրում լինելն է, որտեղ հոգեբանական վերլուծությունները շատ են, քննարկում ենք, թե ինչն է կերպարին դրդել այդ քայլին։ Հետևաբար նման վերլուծությունները հնարավորություն են տալիս իր եսը վերլուծել։ Լիլիթ, հայրիկի հետ ես հեշտ լեզու գտնում, թե մայրիկի։ Վայ, այնքան դժվար է այդ հարցին պատասխանելը, ավելի շատ շփվում եմ մամայի ընկերների հետ, բայց պապայի ընկերների հետ երբ հանդիպում եմ ու սկսում եմ խոսել, շփվել, չեք պատկերացնի, թե ինչքան բան եմ սովորում։ Օրս շատ հետաքրքիր ու տարբեր է անցնում, երբ պապայի կամ մամայի ընկերների հետ եմ լինում, իսկ երբ միասին են լինում, դա նկարագրելու չէ։ Մեր տանն ասես ամեն օր տոն լինի, դրա համար մենք մեր տոնածառը հավաքում ենք մայիսին։ Շատ արտիստներ չեն ցանկանում, որ իրենց երեխաներն արվեստի ճյուղն ընտրեն, ասում են դժվար ճանապարհ է։ Քո ծնողները կարծես դեմ չեն, քանի որ արդեն նկարահանվում ես ֆիլմերում։ Երբեք կտրուկ չեն մերժել, այլ հարցրել են ինչու եմ ուզում դերասանուհի դառնալ։ Ու սկսվել է սիրուն ու հավես խոսակցություն։ Սիրում եմ դժվարություններ, իհարկե։ Մաման ամեն կերպ փորձում է ինձ օգնել, բայց նաև թողնում է, որ իմ եսը ձևավորվի։ Լիլիթ, ասում են 2 երնեք մի տեղ չի լինում, բայց ձեր ընտանիքում փաստորեն մի քանի երնեք է։ Ճիշտ եք, մենք ամեն երեկո հանդիպում ենք զրուցում, վիճում ու թեմաները միայն կինոյի և թատրոնի մասին չեն։ Ամեն մեկս պատմում է, թե իր օրը ոնց է անցել։ Դուք չեք պատկերացնի, թե մեր երեկոներն ինչ հետաքրքիր են անցնում։ Խաղեր ենք խաղում, ֆիլմեր դիտում, հետո սկսում ենք վերլուծել։ Մի օր կարող եք գալ ու համոզվել։ Մի պահ ուզում էի ռեալիթի շոու սկսեի, տեսախցիկ դնեի ու ոչ մեկին չասեի։ Իհարկե հասակակից ընկերներ ունեմ, բայց պապայի ու մամայի ընկերներն իմ ընկերներն են դարձել։